2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու Կոհակ Սարի մոտակայքում գտնվող 332 մարտական դիրքը հայտնվեց ադրբեջանական զինուժի թիրախում։ Ակտիվ հրետակոծությանը հետևեց հետևակի հարձակումը։ Հակառակորդին հաջողվել է գրավել դիրքը։ Դիրքում զոհվել են Զորի Դանելյանը, Վահրամ Սարիբեկյանը եւ Արաբո Փարամազյանը։ Դիրքապահները նահանջել են եւ նոր բնագիծ զբաղեցրել։ Նույն ժամերին Մարտունու շրջանի վարչակազմի շենքում հավաքված աշխատակազմը տեղեկանում է բնագծի ճեղքման մասին։ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը առաջարկում է զենք ունեցողներով գնալ 332 դիրքից նահանջած անձնակազմին օգնության։ Հարևան դիրքի տեսախցիկը նկարել է հակագրոհը։ Տեսանյութում երևում է քաղաքապետ Ազնավուր Սաղյանի մասնակցությամբ փոքրաթիվ կազմով հակագրոհը։ Թվականակով գերազանցող ադրբեջանական ստորաբաժանումը մերձամարտում տալով կորուստներ, թողնելով դիակներ նահանջում են։ Գրոհի ընթացքում զոհվել են աշխարհազորայիններ Գոր Բաղդասարյանը եւ Նելսոն Պողոսյանը։ Վերադարձրած դիրքից Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի արած վերջին տեսագրությունն է։ Երբ դիրքն արդեն գրաված է եղել, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել են Մարտունու բրիգադի զինծառայողներ Սևակ Գրիգորյանը, Բաբկեն Ադամյանը եւ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Մարտունու քաղաքի մոտ գտնվող 332, 33, 34 եւ 36 մարտական դիրքերի պաշտպանությունը իրականացրել է աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարի տեղակալը Արտաշ Արտաշյանն էր։ Մարտական գործողությունները կառավարում էր 3-րդ բրիգադի 2-րդ գումարտակի հրամանատար Նաիրի Ավագյանը։ 44 օրյա պատերազմը ավարտվեց, վերջի բոյը եղել է Օնիկ պոստը։ Օնիկը իմ լավ ընկերս ա եղել, այդ ամսինին զոհվում է։ Այդտենց անունը դնում ենք Օնիկ պոստ։ Դե լավ խաչքար ենք սարքում նկարներով սա Մարտունու զոհվածների այդ 20 թվի զոհվածների նկարներով բանով սիրում մի հատ սրբավայր ենք սարքում, միշտ մարտունեցի կեթում էին։ Միշտ ձգտել ենք այդ մեր ջոկատի սաղ մնացած տղերքով միշտ միասին էինք, կապի մեջ էինք, պաստայանի հավաքվել է ընկերությունա, միշտ կապի մեջ էինք մի 20-20 քանի հոգով, որ Աստված ոչանի մի բան լինի, խոսքի պատրաստ լինենք, որ հարձակում տանք կամ խոսքի պաշտպանենք։ Պատերազմից հետո միջև բանակը իր զորքը հանել է Ղարաբաղից։ Սա լինիա բարոնան պահում էր։ Հետո որ զորքը հանեցին բան դերին Հայաստան, մնացին Ղարաբաղցիները, արդեն պոստերի մեկում մեջ դարավ իրարից հեռացավ Օնիկ պոստը չենք պահում։ Պահում ենք 32 Օնիկը բաց թողած, հետո 33-ն է այդ դեպի երկրորդ պաշտպանական է թող տրանսի վրա Աչիյանը 33 դիրքն է, նրանից հետո մի 3 կիլոմետր հեռու 34 դիրքն է մտած դեպի վտարոյ պաշտպանականի պոլկի խորությունը այսպես մտած, հետո ձախի վրա արդեն Ղուրուչուխ սար ենք ասում ենք 36 դիրքն է, սա 300-ով է, էլի այդպես կարճ ենք ասում 32-33։ Այդ 4 դիրքը պահում է մեր գումարտակը։ 2023 թվականից ենք գումարտակը սկսել սարքել։ Աշխարհազորը սկսում ենք մարտ ամսում հավաքել։ Գումարտակի հրամանատարը նշանակում ենք Սամվել Աբրամյանին, այդ վաղթալա գումարտակ չի, այդ վաղթալա ռոտա է, ինքը կամանձի ռոտա դառնում, մենք է զոհոտնի բան է տենց էլի։ Սկսում ենք հավաքվել, որ արդեն գալիս է մի 80-100 հոգու սպիսոկ է դառնում, որ շում շարքերը լրանում է, արդեն գումարտակ են տալիս մեզ։ Ինքը դառնում է գումարտակի հրամանատար, ես մի պահ կամանձի ռոտ, հետո ես դառնում եմ զամկամբատ։ Օնիկ պոստն է սարքում էինք, շատ մեծ ուժեր եք դրել, ներդրումներ եք դրել սեփական ուժերով, որ սարքենք կամադլի պունկտ մեզ համար։ Դեղ էլ լինի պաստայանի զորք, այդ Օնիկ պոստի հետևի մասում մեր մինամյոտնին եք 82 մմ անոց մինամյոտնի դիրքն եք սարքել, մինամյոտնին դրել դե։ Շումեն ենք արդեն, որ ասում է պաշտպանությունը կազմակերպեից կամաց, այդ դիրքերը երրորդ պաշտպանականի դիրքերն է, երկրորդ բատալյոնի դիրքերն է,
բատալյոնի հրամանատարը Նայիրիկն էր։ Ճարտարեցի տղա է, շատ ուժեղ հրամանատար է, շատ ուժեղ ծառայող է։ Իրանից իր պատասխանատվության տակ էր օբշի ինքն էր պատասխանատուն դիրքերին, բայց որպես աշխարհազոր դիրքերը մենք վերցրինք, սկսենք պահելը։ Գումարտակում 155 հոգի արդեն մարդ կար աշխարհազորի։ Նորմալ էր, վերես մենք եկը վախտին կատարում էինք, մենես չէ որ խոսքի պահելին մի հատ դիրք չկարենակ պահենք, քանակը նորմալ էր։ Մարդիկ կային, տարիքավոր մարդիկ խոսքի ինժեներականով էին զբաղվում։ Խարամատներ էին մաքրում, այդ բլինդաժներին սարքում, անտառում խոսքի գնում էինք, փետանում, որ բերենք բլինդաժների, բանի պոստերի գլուխներն փակեինք։ Ձմեռվա հոգս էինք անում, որ ձմեռը փետելնի գազմած չկա, որ հաց սարքեն, սա փեչի փետի վրա է պոստում հաց սարքելն էլ։ Այդպես գործերով էին զբաղվում, այդքանը կազմակերպում էինք ես ու Կամբատը։ Պատերազմը սկսելու օրը մի ժամ ու կես առաջ մեր աշխարհազորի հրամանատարը հեռախոսով սահապշենի ուղարկում, որ համար 1-ը պատերազմը սկսել է Մարտակերտի յաները բան։ Իջնում եմ գումարտակ, համար 1 տալիս սա հավաքում են մի մարդու նման սա հավաքում են, զենքեր է ստանում, ինձ է մի հատ Ֆորդ ունեի, այդ Ֆորդով էինք սաղ տեղաշարժանում, ուրիշ ավտո չկա, բանակը արդեն ավտո չի կարում տա, սելարկա բեզին չունի, որպեսզի այդ զորքը 3-4 կիլոմետր պիտի ոտով է թա, այդքան զինամթերքը չտանի իրանց հետ, սաղ իրանց զենքերը, իրանց բայեպրիպասը վերցնում են ոտով, որտեղ նշանակած է էլի, որ զուվոտ, որ ջոկ, որտեղ պիտի նստի, սաղ արդեն մենք կազմակերպած էինք ամեն ինչը, որ զորքը, որ պաշտպանությունում պիտի նստի, որ հակառակորդը առաջի լինիան ճեղքի մտնի, գա իրանք ստերի չատանել։ Նայիրիկն էլ հրամանատարական կետում Կամբատը, երկրորդ գումարտակի Կամբատը, երրորդ պաշտպանականի, որ ասում եմ, ինքն է սաղ բոյող եկավարել, կապը իմ մոտ էր, Ոշում սաղ ինքը կամերեքով նայում էր, արտաշաճի վրա այսքան մարդ կա, արտաշծախի վրա այսքան մարդ կա, դիմաց տեսքան մարդ կա, ոշում։ Սաղ սիրուն է, որ ասում ամենալավ ձևի ղեկավարել է բոյը, բայց դե տվել ենք զոհեր։ Գումարտակի դեմը արդեն կայնած առաջի զալպը գալիս է։ Ես գումարտակի դեմը երեխեքը դպրոցից հելած, ոշում մի հատ շատ անտանելի աժանտաժան գնում, Մարտունու Բերյանն այլ է սաղ սնարյադներ բանը շպայթումը հաշվի կողք է տա պայթումը այդ այս ձեները։ Կազմակերպում ենք, մենք հասնում ենք, ես 33 հալա չգիտեմ ասոբինի 32-ի վրա է, թե 33-ի վրա է։ Մենք Մարտունուց օրինակ ես ջոգում եմ, որ 32-33-ը չկա, այդ այնց հաշուշենի է, այն ձևին արձելիրով աշխատում վրեքը։ Ես առաջինը մտնում եմ 33-ով, ես Վովան, Գենոն, Կամոն, մեկ էլ Վանիկը։ Մեր տղերքն են էլ է գումարտակի։ Մտնում ենք 33-ով, տենում եմ, որ 33-ում բան չկա, նորմալ է, օբշի 32-ի վրա է արդեն ամեն ինչը, միջև 30 տե հասնելը, Արամը զուգոդնին։ 32-ի պատասխանատուն էր, որ արտիլերիան սկսում է Արամը կապա տալիս ինձ բռացյով, որ Արտաշ խփում է մեր վրա, ասում սաղը մտեք ձեր աղվեսա փոսերը բանը ոշումի ձևի թակնվեք, որ արտիլերի տակ չընկնեք էլի, արտիլերիան որ կայնեց պեխոտան հարձակվելու է, դուք միշտ էդի սպասիք։ Արտիլերիան երբ կայնեց, իմաց որ թուրքերն ակեզանից 20 մետր հեռու։ Ուզել են ճեղքում անեն մտնեն պրամոյ Մարտունու գլուխը, արդեն դրանից հետո դեպի երրորդ պաշտպանական ճանապարհն է եթվում, Մարտունին դառնում է արդեն վсё կացյոյի մեջ,
իրանց ցելեն ա եղել, որ Խոջարյանցին դրոշը դնեն, հետի 20 թվականին էլ են փորձել, չի ստացվել։ Այդ վաղտի 32-ում երկու ֆագոտչիկ են բերում երրորդ պաշտպանականից, որ ֆագոտը դնում ենք բանսախ, թարազում, մարազում դնում, որ Աստված ոչ անի ասֆալտը մեզանից մոտիկ է, էլի տեխնիկան որտեղով պիտի աշխատի։ Այն սարի վրա ենք, 32-ի վրա ենք, որ սաղ այդ դաշտը երևում է։ Ֆագոտը աչքերը փակ կարա սաղին խփի։ Մենակ տեխնիկան այդ յանով կարա աշխատի, էլի մնացածը աչ ձախնելա սաղ սարերը, աչնելա սարերը տեխնիկան չի կարող դե աշխատի։ Դե արդեն 3 զոհ ենք տալիս մենք արտիլերիից, մեկը բանակային է ֆագոտչիկ, 2 հոգի էլ իմ գումարտակից Հարաբոնա Վահրամը։ Զոհում են, մնացածը հետ ենք քաշվում, ասում հետ քաշվեք, երկրորդ խրամատ դիրքավորվեցեք, հասնում ենք էլի, հոշումի ձև հասնում ենք։ Գալիս եմ հասնում Օնիկ դիրքը, արդեն 32-ից մոտիկանում։ Մեր քաղաքապետն է գալիս, Ազնավուրը։ Ազնավուրը 20 թվականին էլ 2 հատ հարձակումը Մարտունու վրա, 2-ին էլ Ազնավուրն էլ մասնակցել մեր հետ, մեր ջոկատի հետ, ես մի պատերազմում էլ նույն ձևի։ Բայց դա իր տեղը չէր, էլի ինքը քաղաքապետ տղա էր, ինքը պրոստը չգիտեմ ոնց խի։ Ազնավուրն է գալիս, Մասիսն է, Կոմիտասն է, ոչ մի 2 հոգով գալիս են հասնում մոտս էլեկտրասեցի начальникներ Մասիսը, ինքը 90-ականին շատ ուժեղ կռվարած տղա է, ռազմետքի պետ էր, մի պահ երկրորդ պաշտպանականը 90-ական թվականներին, Կոմիտասն էլ նույն ձևի էլի իրանք 90-ականին մի ջոկատում էին, ռազմետկան էին իրանց հրամանատարը Կոմիտասներ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 12-ի կողմերն էր միգուցե պայթյուններ եղավ, առաջին ռմբակոծությունը եղավ, արդեն ժողովրդի մեջ էլ կար պանիկա, ամեն մեկը հիմնականում ապաստարանների առումով փորձում էին ապաստարաններում տեղավորվել։ Ի պաշտոնը ներկայացել եմ շրջանի վարչակազմ, որպեսզի իմանամ ու ինձ տրված առաջադրանքները ստանամ։ Այնտեղ վարչակազմի ղեկավարներ, տեղակալներն էին, ծառայության պետերն էին տարբեր, քաղաքապետներ, Ազնավուրը, որ ասեց մտնենք իմ սենյակ, իրադրությունը ներկայացնեմ, ով իր մոտ զենք ուներ, մտանք Ազնավուրի աշխատասենյակ։ Որտեղ արդեն ներկայացրեց, որ տղերքը հետնահանջում են դիրքում ու անհրաժեշտություն կա այնտեղ օգնության հասնելու։ Կոմիտասը կար այնտեղ, Էրնեստը կար, Ազնավուրը կար։ Կային մոտավորապես 10 մարդ կային դա զենքով։ Ինձ էլ նստեցինք մեր ընկերներից Կոմիտասի ազնական օգտագործման մեքենան, Ֆորդը, ու գնացինք Կարվին տեղամաս։ Քաղաքապետարանից մինչև Կարվին երևի կլիներ մի 5 կիլոմետրի, միգուցե 3-ից 5 կիլոմետր հեռավորությամբ։ Հասանք Կարվին տեղամաս, այնտեղից արդեն ոտքով շարժվեցինք դեպի մեր դիրքերը, որտեղ մեր տղերքը կանգնած էին։ Ասում Ազնավուրը, ասում Արտաշ, ինչ կա ուր դե է պատերազմը, ինչ ենք անում, ասում պատերազմը այն է։ Դե պատերազմը մեր տղերքներն են գետին պարկած։ Տեղանքը շատ անբարենպաստ էր, այնտեղ դիրքավորվելու, պաշտպանություն կազմակերպելու համար։ Հենց Ազնավուրի հետ մտածեցինք, որ միգուցե փորձենք այդ բարձունքը վերցնենք։ Ու սկսում է հակահարձակումը։ Մտնում գալիս ենք Թուրքին պատահում, մտնում բլիժնի բոյ, մեր տղերքից մի 5-6 հոգի ձախիյանով են մտնում, մի 3 հոգով մենք աչիյանով ենք մտնում։ Այս Թուրքի ռոտա է, նա ասեստը խրամատա է, խրամատավորված է սրան դուրսն է։ Եսի արդեն մեր տղերքն է, եսի բանն է, այս Ազնավուրը։
Իսկ դիմացից ով է գնում մերոնցից։ Դիմացից Գրիշկն է գնում։ Իսկ այս երրորդ ով է։ Ես եմ։ Որն եք դուք։ Ես։ Նայ, սրա նայ։ Իրար որ են կարող։ Գնաց։ Նռնակները հիմնականում Գրիշկներն են դնում, մեկ էլ Ազնավուրը։ Այստեղ ուր հասան արդեն որտեղ ընկան։ Ես եմ, մեր առաջին ես է, Գրիշկը։ Իրանք հələ դիրքում են, արդեն հետ են անջում, տեսնեք, փախչում։ Բայց որ ակտիվ մարտի մեջ էին, այդ ովքեր էին Գրիշը։ Գրիշն էր, Ազնավուրն էր, Կոմիտասն էր, Գորն էր, Լենսերն էր։ Գորիկը այստեղ իրանք արդեն խփվում է, հանում են Գորիկին։ Մնում են Ազնավուրը, Լենսերը, Գրիշկը, երեքով այդ գալիս են հասնում ստե դաժը պարկած պարկում է ստեղ արդեն բոյ ավարտված լի բլիժնի բոյը ավարտ Ազնավուրը գրաժդանսկի շոյերով մի հատ ժիլետ վայնի ժիլետ հակը փախնում են թուրքերը սա բայց ասես խարամատի մեջ մոտ մի 40 քանի արդեն դիակ ես խարամատի մեջ սա դիակներ են պարկած սա տղերքն է սա Լենսերն է, կողքին Ազնավուրն է։ Ես որ դիրքի կամերան նկար է։ Էսի 36-ի հրամանատարական կետի կամերան նկար է։ Երևի մեր այդ հանկարծակիության գործոնը ինչ որտեղ աշխատեց, մի խոսքով հաջողվեց էլ այդ դիրքը գրավել։ Մարտի ընթացքում մենք կորցրինք մեր տղերքից երկուսին, Գորն ու Լենսերը, արդեն բարձունքը գրավելուց հետո այնտեղ դիրքավորվելու ընթացքում զոհվեց նաև Ազնավուրը ու Սևակը, Գրիգորյան Սևակը։ Պարկում է ստեղ արդեն բոյ ավարտված լի, բլիժնի բոյը։ Ավարտված իրանց սեստ էին խփել։ Ձախի վրա կողակ սառնա 900 մետր օդով խփացնել Իստիգալովա վիձիմը խփած Ազնավուրը ինձանից մի մետր հեռավորության վրա իրար կողք պարկած էին։ Ինքը խոսում էր, այդ խոսալու պահին իր խոսքը որ ընդհատվեց, որ անմիջապես այդ կրակոցը լսվեց, արդեն հասկանալի էր, որ Ազնավուրը չկա, Ազնավուրը վիրավորվել է գլխից, անմիջապես է զոհվել։ Փրկելու մասին արդեն որևէ բան անիմաստ էր մտածել։ Իմ կրսեր ընկերն է եղել։ Առանց մտածելու երկմտելու կարող ենք ասել բարոյականության կերպար։ Տղերքը ազնազոհաբար, քաջաբար բոյ են տվել, կռվել են։ 32-ի դիմաց որ բոյը ավարտվեց, ես Նայրիկին կամ Բատին կապ տվի, որ բանակից զորք ուղարկի, արդեն մեր տղերքի վիճակը վիճակ չի, սաղ, որ ասում է հոգնած, ոշում պիտի փոխվի, էլ այդ մարդկանց պիտի փոխվի, 7-8 ժամ պատերազմի մեջ էինք։ Այդ տենց բոյը օրը մտնում է, կրակոսն է արդեն չկա, զոհերը Գորիկին առաջինը զոհում է, իջեցնում ենք, վիրավորնել է իջնում, Լենսերը Գորիկը, Լենսերը Ազնավուրը, մեկ էլ Բաբկենը, մեկ էլ Սևակը, օրը մտնում է, հետո ենք իջեցնում։ Ես իջնում եմ Օնիկի դիրք, Օնիկի պոստն եմ իջնում, ժամը 4-ի յաները արտիլերիան սկսում է մեր վրա աշխատել, պարամոտ 32-ի վրա։ Դե բանից մոբից դե մոբ ասած
մի հատ լավ ջահել տղա 22 տարեկան մեր վարչակազմում էր աշխատում Խարամատի դեպի Ներսիանը տարակում ասկոկան ես մեջքով մտնում ա տալիս սիրտը մեր տեսախ տարակցում ոշում զոհում այդ տղան եթե քշեվա 4-ին ա զոհում Հետ այդ զոհը իջեցնում ենք պատորով մապրավիտ անում եք ելնում դիրքեր Մոյոս օրը ամսի 20-ին ժամը 2-ին կոնկրետ կաղնեց սկսում են արդեն կամաց պապիտի զինաթափեք դիրքերը թողեք իջեք եւ այլ Մինչև ամսի 23-ը դիրք ենք պահել բայց Մինչև ամսի 23-ը դիրքերը պահել ենք Ճիշտ է արդեն մարդիկ դուխից կոտրված, դուխաթափված ամեն ձևի բան եւ այլ, բայց կային տղեկ կային, մի 10 քանի հոգի տղեկ կային, որ առանց վախել բան դեպում էին խրամատներում կաղնում էին, որ ասել եմ այնքան վաղ պիտի կաղնենք, որ թուրքը չմտնի քաղաքի մեջ։ Հա պատերազմ չի, բայց չես իմանում թուրքից լավ բան սպասելու չի, էլի։ Հետո ամսի 23-ին Իշնում են տղեկը, զենքերը հանձնում բան եւ այլ, թուրքը ամսի 25-ին է մտնում ռուսների մոտ։ Ռուսների բազան մեր դիրքերի 32-33-ի հետևներ ռուսական բազան։ Հետո ամսի 27-ին ընտանիքս վերցնում եմ մարտունուցել։ Ու զոհ ենք տվել։ 3 հոգի երրորդ պաշտպանականից դառան զոհված Մեր քաղաքապետը զոհվեց 4 հոգի գումարտակից։ Այդպես պատերազմ չկա, որ զոհ չունի։ Ամեն մարդ էլ դե բարձրանալով ինքը գիտե, որ կարող է ապարատը ճիշտ։